Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է Երևան-Գյումրի ավտոերթը։ Այն նվիրված է հյուսիս-հարավ ավտոճանապարհի աշտարակ Գյումրի հատվածի բացմանը։ Անկախ եղանակային վատ պայմաններից ավտոերթին մասնակցում են հարյուրավոր վարորդներ։ Ճանապարհին վարչապետը անգամ հասցրել է գերազանցել թույլատրելի արագությունը, ինչը ֆիքսել է նաև ճանապարհը վերահսկող արագաչափը։ Երեկոյան Գյումրու հրապարակում կկայանա Նիկոլ Փաշինյանի հիմնած Վարչաբենդ խմբի համերգը։ Համերգից ժամեր առաջ ոստիկանական ուժերը փակել են հրապարակի տարածքը, հայտնել են News-am-ի մեր գործընկերները։ Ներքին գործերի նախարարության նվագախմբի ուղեկցությամբ Meridian Expo կենտրոնում բացվել է 5-րդ Career City Fest փառատոնը, որն անցկացվում է 5 սերունդ 1 ռիթ խորագրով։ Փառատոնը ներառում է տարբեր թեմատիկ գոտիներ՝ networking, կրթություն եւ հմտությունների զարգացում, որտեղ մասնակիցները կարող են ծանոթանալ աշխատաշուկայի միտումներին, կապեր հաստատել եւ նոր հնարավորություններ գտնել։ 2023 թվականից Career City Fest-ը համախմբել է շուրջ 25000 այցելուի եւ ավելի քան 200 առաջատար ընկերությունների ու փորձագետների, դառնալով տարածաշրջանում կարիերայի զարգացման ոլորտի խոշոր հարթակներից մեկը։ Փառատոնը կշարունակվի մինչև ապրիլի 19-ը։ Մուտքն ազատ է նախնական գրանցմամբ։ Իրանը դեռևս պատրաստ չէ ԱՄՆ պաշտոնյաների հետ առերես բանակցությունների նոր փուլ անցկացնելուն, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն, ընդգծելով առանցքային հարցերում Վաշինգտոնի առավելապաշտական պահանջներից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում Խաթիբզադեն հայտնել է նաև, որ իր երկիրը չի հանձնի հարստացված ուրանը Միացյալ Նահանգներին, մերժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։ Մեջբերում մենք այժմ կենտրոնացած ենք երկու կողմի միջև ըմբռնման շրջանակը վերջնական տեսքի բերելուն։ Չենք ցանկանում մտնել մի բանակցային գործընթացի մեջ, որը դատապարտված է ձախողման եւ որը կարող է էսկալացիայի նոր շրջանի պատրվակ դառնալ։ Մեջբերման ավարտը։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը շտաբ խորհրդակցություն է անցկացրել վարչակազմի առանցքային անդամների հետ, քննարկելու Հորմուզի նեղուցում սրված ճգնաժամը։ Իրանի հետ հաստատված հրադադարի ժամկետն ավարտվում է 3 օրից, սակայն բանակցությունների նոր փուլի վերաբերյալ հստակություն դեռևս չկա։ Հանդիպմանը մասնակցել են փոխնախագահ Ջեյդի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը եւ ուժային կառույցների ղեկավարները։ Գործընթացում որպես միջնորդ ներգրավվել է Պակիստանի բանակի հրամանատարը, ում միջոցով Վաշինգտոնը նոր առաջարկներ է փոխանցել իրանական կողմին։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները խորացել են ուրանի հարստացման ծավալների շուրջ, ինչն էլ դրդել է Թեհրանին դիմելու շանտաժի մարտավարության։ Եթե առաջիկա ժամերին բեկումնային առաջընթաց չարձանագրվի, տարածաշրջանում պատերազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է համարվում։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հեռուստաուղերձով հայտարարել է Հորմուզի նեղուցի նկատմամբ Թեհրանի լիակատար վերահսկողության մասին։ Նա պնդել է, որ Իրանի զինված ուժերը կանխել են Միացյալ Նահանգների ականազերծման փորձերը, դրանք որակելով հրադադարի ռեժիմի խախտում։ Ըստ խոսնակի, Իսլամաբադում ամերիկյան պատվիրակությանն ուղղված ուղիղ սպառնալիքից հետո Վաշինգտոնն անմիջապես նահանջի հրաման է տվել։ Ղալիբաֆը շեշտել է, որ նեղուցով ցանկացած տեղաշարժ ներկայումս իրականացվում է բացառապես Իրանի հսկողությամբ։ Ամերիկյան հնարավոր շրջափակման մասին լուրերը պաշտոնական Թեհրանն անվանել է անմիտ որոշում։ Իրանի իշխանությունները բացառում են մի իրավիճակ, երբ այլ երկրներն ազատորեն օգտվում են ջրային ուղուց, իսկ իրենց ելքն արգելափակված է։ Շրջափակման պահպանման դեպքում Իսլամական Հանրապետությունը սպառնում է ամբողջությամբ դադարեցնել նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Իրանը պաշտոնապես հայտարարել է Հորմուզի նեղուցը նավարկության համար փակելու մասին, որպես պատասխան Միացյալ Նահանգների իրականացրած ծովային շրջափակմանը։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է ծովահենության համար եւ նեղուցի վերահսկողության խստացումը պայմանավորել նավերի տեղաշարժի ազատության բացակայությամբ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով արդեն 23 առևտրային նավ ստիպված է եղել փոխել ուղղությունը, իսկ իրանական ուժերը կրակ են բացել մի քանի լցանավերի, այդ թվում հնդկական նավերի ուղղությամբ։ Այս ռազմական սրացումը տեղի ունենում նախագահ Թրամփի շուտապույտ
այդ համաձայնության հասնելու մասին լավատեսական, սակայն կասկածելի հայտարարությունների ֆոնին։ Չնայած Սպիտակ տունը պնդում է, որ Իրանը պատրաստ է անժամկետ դադարեցնել ուրանի արստացումը, տեղում իրավիճակը հակառակն է փաստում։ Ռազմավարական ջրային ուղու արգելափակումը լուրջ հարցականի տակ է դնում հանգստյան օրերին նախատեսված դիվանագիտական բանակցությունների հեռանկարը։ Ընթացիկ իրադարձությունները վկայում են, որ կողմերի միջև առկա լարվածությունը շատ ավելի խորն է, քան փորձում են ներկայացնել պաշտոնական վիճակագրությունն ու քաղաքական հայտարարությունները։ Լիբանանի հարավում զինված հարձակման հետևանքով ֆրանսիացի խաղաղապահ է զոհվել, 3-ը վիրավորվել։ Ֆրանսիական ստորաբաժանումն ընկել է դարանակալման մեջ, երբ փորձել է ճանապարհ բացել դեպի ՄԱԿ-ի մեկուսացված հենակետերից մեկը։ Փարիզն ու ՄԱԿ-ի առաքելությունը միջադեպի հավանական պատասխանատու են համարում Հեզբոլլահ խմբավորմանը, սակայն վերջինս կտրականապես հերքում է իր մասնակցությունը։ Էմանուել Մակրոնը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը եւ Լիբանանի իշխանություններից պահանջել անհապաղ պատժել մեղավորներին։ Այս արյունալի միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի եւ Լիբանանի միջև հաստատված հրադադարից ընդամենը օրեր անց։ Դեռևս հարցական է մնում, թե արդյոք զինված խմբավորումները կպահպանեն զինադադարը, քանի որ իսրայելական զորքերը դեռևս ներկա են երկրի հարավում։ Լիբանանի բանակն ու միջազգային խաղաղապահ ուժերն արդեն սկսել են պաշտոնական հետաքննություն կատարվածի հանգամանքները վերջնականապես բարձելու նպատակով։ This is the third day of it. Բենյամին Նեթանյահուի վարած քաղաքականությունը հետևողականորեն քայքայում է իր երկրի հեղինակությունը Միացյալ Նահանգներում։ Այս մասին գրում է հեղինակավոր Axios պարբերականը։ Օրերս ԱՄՆ Սենատում դեմոկրատների աննախադեպ մեծ խումբ դեմ է քվեարկել Իսրայելին զենքի վաճառքին, արտահայտելով իր բացահայտ դժգոհությունը։ Հատկանշական է, որ սպառազինության մատակարարմանն ընդդիմացել է նաև 2028 թվականի նախագահական ընտրություններին հավակնող բոլոր դեմոկրատ սենատորները։ Ներկայացուցիչների պալատում նույնպես ավելացել են այն օրենսդիրների թիվը, որոնք հրաժարվում են ֆինանսավորել նույնիսկ երկաթե գմբեթ պաշտպանական համակարգը։ Հասարակական կարծիքի վերջին հարցումները փաստում են Իսրայելի վարկանիշի շեշտակի անկում ամերիկացի երիտասարդների եւ գրեթե բոլոր կրոնական համայնքների շրջանում։ Այս միտումները փաստացի վերացնում են Իսրայելի նկատմամբ տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող երկկուսակցական միասնական աջակցությունը Վաշինգտոնում։ Նեթանյահուի գործողությունները մեծ հարցականի տակ են դնում ռազմավարական դաշինքի կայունությունը, աստիճանաբար մեկուսացնելով Իսրայելն իր գլխավոր դաշնակցից։